Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամները, մենք կրկին Afel Armenia YouTube-յան ալիքի եթերում ենք, որտեղ տրվում է 1 քայլ եզրափակիչների վերջին հանդիպան, մեկտարկը մրցում են միմյանցն Վիլյարեալն ու Ատալանտան դիմակայության պատասխան հանդիպումն է, որտեղ առաջին խաղում 3-1 հաշվով հաղթանակ է տարել Վիլյարեալը, տեսնենք այսօր թիմերից որ մեկն է կանգնում այս կայարանում ու ով է շարժվում դեպի կիսա եզրափակիչ, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Վիլյարեալից դարպասը պաշտպանում է Հարություն Մելքոնյանը համար մեկ հիմա միջապես Ատալանտան անցավ գրոյ ու եթե այս փոխանցումը հասներ Կոշկայանին, ապա կարող է դատար դարպասը գրավել Վարդան Կոշկայանը, բայց այստեղ դարպասը Հարություն Մելքոնյանը ֆիքսեց գնդակը, սկսեց ներկայացնել Վիլյարեալի հայտարարությունը, դարպասը պաշտպանում է Հարություն Մելքոնյանը համար 1, Հակոբ Համբարձումյան համար 2, Արեֆ Ասադպուր համար 4, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավակյան համար 6, Վլադիմիր Ուլուխանյան համար 8, Կարո Մանուկյան համար 9, Արման Խաչատրյան համար 12 Եվ Վիգեն Բեգոյան համար 77, Ատալանտա դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12, հիմա Վիլյարեալի գրոհը տեսնենք Ավակյանն է ստացել գնդակը, փոխանցում ու քիչ էր մնում Մանուկյանը եզրափակեր Ավակյանի փոխանցումը, բայց այստեղ չհասավ Կարո Մանուկյանը գնդակին, մի փոքր ուժեղ ստացվեց ամեն դեպքում Ավակյանի փոխանցում ու դարպասը Ատալանտայի մնաց անարիք, այո, ահա այսպեսի լարված հանդիպում է իսկապես սպասվելու մեզ ընդհանուր 50 րոպեների առնվազն 50 րոպեների ընթացքում, հիմա էլ գնդակի կորուստ, բայց այստեղ Արամայից Գրիգորյանը կարողացավ հեռացման փորձ իրականացնել ու հետո արդեն Վիլյարեալի ֆուտբոլիստից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, քանի ժամանակ թիմերը տվեցին այդ հնարավորությունը ծանոթացնել նաև Ատալանտայի հայտարարությունը, Սուրեն Սարգսյանը պաշտպանում է դարպաս, Արամայից Գրիգորյան համար 3, Անդրանիկ Ադամյան համար 5 Վանիկ Պետրոսյան համար 7, Ալիկ Հովանիսյան համար 8, Լևոն Հակոբյան համար 10, Ռազմիկ Գեգանյան համար 11, Դավիթ Յավարյան համար 22, Մաքսիմ Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77 գնդակը վերջեց այստեղ Ատալանտայի դարպասապը Սուրեն Սարգսյանը ու կսկսի արդեն Ատալանտայի հերթական գրոններից մեկը ես հիշեցնեմ որ սա 1 քայլ եզրափակիչի դիմակայության պատասխան հանդիպումն է կրկնում եմ առաջին խաղում 3-1 հաշվով հաղթանակ տարավ Վիլյարեալը Վանիկ Պետրոսյան կարող է բացել Ատալանտան հաշիվը Եգանյան պետք է գրավել դարպասը բայց Մելքոնյանը փրկում է այստեղ Վիլյարեալին ինչ հնարավորություն հիմա կորցրեց Ատալանտան կարող էր Պետրոսյանը եզրափակել բայց կատարեց ամենաճիշտ բային փոխանցում ու ինչու Եգանյանը միանգամից չարվածեց Կարծում եմ ավելի հարմար կլիներ Եգանյանի մոտ մեկը պումով հարված կատարել հիմա էլ Պետրոսյանի խլումը տեսանք ու տեսնենք ինչ շարունակություն կմտածի հիմա էլ Ուլուխանյանն է փակում Պետրոսյանի հարվածի ճանապարհը եզից կնետի Ատալանտան այսպեսի ամենաիրատեսական գոլային հնարավորությունը ստացավ վարկյաններ առաջ Ռազմիկ Եգանյանն ու կարող էր բացել հաշիվը բայց փրկվեց հիմա էլ Վիլյարեալը այս իրավիճակում իսկապես նախորդ դրվագում եթե Մանուկյանը չհասավ Ավակյանի փոխանցմանը հիմա արդեն Ատալանտան կարող էր խփել այս խաղում առաջի գնդակը Ստեփանյանը հեռացեց գնդակ ու գնդակին կհասնի Յավարյանը դրանում կասկած չկա հետ փոխանցում դեպի Ադամյանը Խորքից փոխանցում տեսանք Ադամյանից էլ Վանիկ Պետրոսյանի ուղղությամբ բայց ուժեղ ստացվեց Ադամյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Հարություն Մելքոնյանի պաշտպանած դարպասից Տեսնենք ինչպես կսկսի գրոհը Մելքոնյանը երկար փոխանցում դեպի Կարո Մանուկյանի ուղղությամբ աստրեց Մանուկյանը փոխանցում կատարել Ավակյանին Ավակյանի որոշումը տեսնենք ինչպես կլինի Ավակյան բարձից փոխանցում բայց այստեղ էլ Յավարյանն է կարողանում հեռացնել գնդակը այո առաջի խաղը իսկապես շատ հետաքրքիր ու դրամատիկ ստացվեց նախ կարողացավ Արեֆ Ասադպուրը բացել այդ խաղում հանդիպան հաշիվը հետո Յավարյանը խփեց պատասխան գնդակը թիմերը այդ պահին հավասար հաշվի պայմաններ ստացան հետո Կարո Մանուկյանը առաջ վղեց Վիլյարեալին այդ խաղում երկրորդ անգամից արդեն հանդիպան վերջնամասում ովքեր դիտել են հանդիպումը կհիշեն թե անկյունային խաղարկումից հետո դարպասապա Թուղթարյանը սխալվեց հեռացման փորձ կատարելու պահին գնդակը պատահաբար ուղարկեց սեփական դարպաս ու 3-1 հաշվով հաղթեց այդ խաղում Վիլյարեալը իհարկե եղավ նաև մեկ ավելի հետաքրքիր դրվագ որտեղ փայլեց Վիլյարեալի դարպասապա Հարություն Մելքոնյանը երբ վերջնամասում 11 մետրով նշանակվեց Վիլյարեալի դարպասի ուղղությամբ ու Ադամյանը իսկապես կարող էր այդ կարևոր գնդակը խփել, բայց Մելքոնյանը հեռացեց Ադամյանի հարված ու թիմերը երկրորդ հանդիպման են մոտեցել 3-1 հաշվի պայմաններում։ Ստանդարտը տեսնենք Համբարձումյան հարվածի փորձ, բայց Ալիկ Հովանիսյանը փակեց գնդակի ճանապարհը ու Ատալանտան գրոհին հասնում Կոշկարյան լավն էր մտահղացումը, բայց չհասավ գնդակ այստեղ Վանիկ Պետրոսյանին Հովանիսյանին վերադարձավ գնդակը դեպի Կոշկարյանը Յավարյան
ու դեպի հետ փոխանցում, որտեղ Անդրանիկ Ադամյանն է այո իսկապես անկախ դրանից որ թիմը կշարունակի պայքարը իսկով կլքի մրցաշարը երկուսն էլ արժանի են չեն վախենա այս բառերից չեմպիոնության հասնելու գործում Եգանյանն ու հիմա նորից Մելքոնյանը փրկում է այս արդեն վտանգավոր է կրկնակի անգամ ցույց տվեց փոխանցում կատրեց հարված Ռազմի Եգանյանն ու Մելքոնյանն իհարկե ռեակցիայի շնորհիվ կարողացավ հեռացնել գնդակը անկյունայինը տեսնենք ինչպես խաղարկի Ատալանտան Կոշկանյանն է մոտենում գնդակին Տեսնենք, բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ Մելքոնյանը կրկին հեռացեց գնդակը նորից անկյունային իրականացնի Ատալանտան շատ ակտիվ մեկնարկ է տվել հանդիպանը Ատալանտան ու տեսնենք ինչ շարունակություն կտա այս ամենը իհարկե Ատալանտայի տեսանկյունից այնպես է որ պետք է շատ արագ կարողանան մեկ գնդակ հեղինակել հետագա պայքարի մասին մտածելու իհարկե Տեսնենք անկյունայինի խաղարկումը Կոշկանյան եւս մեկ փոխանցում Ռազմի Եգանյանի ուղղությամբ, բայց այստեղ չստացվեց հաջող ընդունումը Եգանյանի մոտ ու ես իսկ կնետին Վիլյարեալի ֆուտբոլիստները այո այսօր երկու թիմերի կազմում կրկին կան կորուստներ, իսկապես շատ առանցքային ֆուտբոլիստերի բացակայություններ Ներկա չեն այս հանդիպանը երկու թիմերի կազմում նախ Վարդան Պետրոսյանը Ատալանտայից կրկին բացակայում է այո Պետրոսյանը այդպես էլ չափակինվեց առայժմ վնասվածքից ու չի կարողանում օգնել հետո էլ որակազրկված է Վիլյարեալի հիմնական ավագ Գագիկ Սարդարյանն ու ներկա չէ այս հանդիպանը իհարկե խաղադաշտում է բայց չի կարող մասնակցել հանդիպանը ու միայն այսպես ասած մարշչական գոտուց է հուշումներ տալիս խաղընկերներին Սարդարյանը Առաջի խաղում նույնպես կային կորուս է թե Պետրոսյանը ներկա չէ այդ հանդիպանը թե արդեն Վիլյարեալը երկու բացակայություններ մեկի փոխարեն Ավակյանի ու Համբարձումյանի բացակայությունը բայց այսօր Ավակյանի ու Հակոբ Համբարձումյանի որակազրկումը ավարտված է ու ֆուտբոլիստները խաղադաշտում են բայց փոխարենը Գագիկ Սարդարյանը չի մասնակցում այս հանդիպանը Սուրեն Սարգսյան Հեռացման փորձ ստացվեց այստեղ գնդակը հասավ Եգանյանին ու տեսնենք Ատալանտայի գրոհ ինչպես է ստացվում Դեպի կենտրոն Կոշկանյանն ընդունեց գնդակը աչիսկա Վանիկ Պետրոսյանի տարբերակը Կոշկանյան դեպի Պետրոսյանը վտանգավոր է Վանիկ Պետրոսյանն ու 1-0 Ատալանտան բացում է հաշիվը 3-2 էլ դիմակայության հաշիվն է Վանիկ Պետրոսյան 1-0 ինչ հարված տեսանք Պետրոսյանից ու ոչ ոք ոչինչ կարողացավ անել ահա այսպես լավ գրոհ սկսեց դարպասապաս Սուրեն Սարգսյանը խորքից ուղարկելով գնդակը Եգանյանին հետո Եգանյանը ուղարկեց Կոշկանյանին իսկ Կոշկանյանը ամենաճիշտ պահին փոխանցումը կատարեց դեպի Խաղընկերը իսկ հիմա Սուրեն Սարգսյանը փրկում է Ատալանտային անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ Ավակյանը կարող է հավասարեցնել այս հանդիպման հաշիվը, բայց Սուրեն Սարգսյանը տեղում էր այո Կոշկանյանի փոխանցումից հետո իսկապես Վանիկ Պետրոսյանի հարվածը շքեղ ստացվեց ու ոչ ոք ոչինչ չհասցրեց անել 1-0 այս խաղում 3-2 դիմակայությունում առայժմ հաղթում է Վիլյարեալը անկյունայինի խաղարկումը տեսնենք Ավակյան կա փոխանցումը այստեղ էլ Ստեփանյանը փորձեց հարվածել չստացվեց ու Եգանյանն է 30 գնդակը եզից կնետեն Վիլյարեալի ֆուտբոլիստները Արեֆը կնետի եզրից Դեպի Արմեն Ավակյանը այստեղ Հովանիսյանը եկավ գնդակը խլելու, բայց հասրեց Ավակյանը փոխանցում կատարել ու Մելքոնյանը ուղարկում է գնդակը Լևոն Ստեփանյանի ուղղությամբ Ուլուխանյան դեպի Արեֆը Տեսնենք ինչ շարունակություն կմտածի Արեֆ Ասատպուրը կա փոխանցում Ադամյանը այստեղ առաջիններ հեռացեց ամեն դեպքում բայց գրոհի հասնել չստացվեց Ատալանտայի մոտ Արեֆ եւս մեկ հետ փոխանցման փորձ բայց Եգանյանն է փակում գնդակի ճանապարհը հիմա ստացվեց փոխանցում կատարել ահա Ատալանտայի պրեսինգը տալիս է իր արդյունքում Յավարյանը խլում է գնդակը եւ շարժվում առաջ Հովանիսյան նորից դեպի Յավարյանը բայց թույլ ստացվեց ու Վիլյարեալը տիրեց այստեղ գնդակին Համբարձումյանը կարողացավ շատ ճիշտ կողմնորոշվել այդ իրավիճակում եւ հիմա Վիլյարեալի գրոհ տեսնենք ու Գևորգյանն է հաջողործում Յավարյան պետք է ուղարկել Հովանիսյանին գնդակը չկատարեց այդ փոխանցումը Յավարյանը ու տեսնենք ինչ շարունակություն կմտածի կա խախտում Արմեն Ավակյանի կողմից այստեղ ու ստանդարտ է վաստակում Ատալանտան այո եթե կորցրեցին այստեղ գնդակը Ատալանտայի ֆուտբոլիստները ու խախտում չլիներ ապա
Շատ վտանգավոր գրոհը սկսել է արդեն Վիլյարեալը, բայց կարողացավ ամեն դեպքում խախտում, այսպես ասած, վաստակել Դավիթ Յավարյան ու ստանդարտը տեսնենք Ադամյանն է տեղադրում գնդակը շատ փորձառու ֆուտբոլիստ Ատալանտայի կազմում թիմի ավակու տեսնենք ստանդարտի իշ կտակա Սուլիչը Ադամյան հարվածի փորձ Ստեփանյանն է հեռացնում իհարկե բավական հեռու է տարածություն ու հիմա Կարո Մանուկյանին բաժին ասավ գնդակը շատ լավ փոխանցում Ավակյանին Արեֆ աճից է արագանում Մանուկյանը ձախից բայց այս փոխանցում ուժեղ ստացվեց Ավակյանի կատարած ու Սուրեն Սարգսյանը տիրեց գնդակին Եգանյան հիմա գնդակի կորստով Վիլյարեալի գրոհը տեսնեք Կարո Մանուկյան կա փոխանցում արև վտանգավոր է հաշիվը հավասար է 1-4-2 դիմակայությունում նորից 2 գնդակի առավելություն է ստանում Վիլյարեալը Մեկ Վիլյարեալից 2 րոպե պահանջվեց հանդիպան հաշիվ այս խաղում հավասարեցնելու համար ու կրկին 2 գնդակի առավելություն ստանալու ընդհանուր դիմակայությունում Ատալանտան շտապեց իսկապես հակագրոհ իրականացնելու համար նախորդ այդ Վիլյարեալի գրոհի դրվագում ու կորցնելով գնդակը շատ մեծ ու լավ հակագրոհի հնարավորություն տվեցին Ատալանտայի ֆուտբոլիստները Վիլյարեալին ինչից Արեֆը օգտվեց ու հիմա հաշիվը հավասար է Կոշկարյան կարելի ասել ամեն ինչ պետք է սկսվի 0-ից Ատալանտայի տեսանկյունից այո ներկայացան այս հանդիպանը 2 գնդակի այսպես ասած 2 գնդակ զիջելով մրցակցին ու հիմա այդ նույն 2 գնդակի տարբերությունն էլ մնում է անփոփոխ Համբարձումյան Ուլուխանյանի հետ է խաղարկում գնդակը Հակոբ Համբարձումյանը դեպի Վիգեն Բեգոյանը փոխանցում Բեգոյանը շարժվում է առաջ կա Կարո Մանուկյանը ստացա Մանուկյանն էլ գնդակը աչի եզրում ու զարգացնում է արագություն Մանուկյան հարված Ադամյանն է հիմա էլ կանգնում Մանուկյանի հարվածի ճանապարհին անկյունային է վաստակում Վիլյարեալ այս իրավիճակում Այո իսկապես ինչ ակտիվ հանդիպում են դիտում դե մրցում են 2 այնպիսի թիմեր ովքեր մեկը մեկից հզոր են այս մրցաշրջանում մեկը մեկից հետաքրքիր հանդիպումներ են անցկացել ու կրկնում եմ սա կարելի է ճակատագիր համարել որ թիմերը հանդիպեցին մեկ քառորդ եզրափակիչում այո այս հանդիպումը կարող է նաև զարդարել ամբողջ եզրափակիչը բայց թիմերը հանդիպում են մեկ քառորդում սա խախտում էր Մաքսիմ Սարգսյանի նկատմամբ Սուլեց մրցավարը ստանդարտ իրականացնի Ատալանտան Մաքս Սարգսյան խաղարկում է գնդակը Ադամյանի հետ դեպի Ռազմիկ Եգանյանը Շատ լավ փոխանցում է կատարեց Եգանյանն էլ Կոշկարյանին Կոշկարյան դեպի կենտրոն շարժվեց հաստրեց ուղարկել գնդակը Աչիեզար Ատալանտայի միակ գոլի հեղինակն այս խաղում գնդակով Պետրոսյանը բայց այստեղ Բեգոյանը խանգարեց Պետրոսյանին իսկ հիմա փոխանցման ճանապարհին կանգնեց Կարո Մանուկյանը ու ինչ փոխանցում է կատարում Արեֆը եւս մեկ հակագրոհ Վիլյարեալից Բեգոյան կա Արեֆը բայց փոխանցումը ուժեղ ստացվեց այստեղ Բեգոյանի կողմից կատարած ու հարված կտեսնենք Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից Սկսում է Սարգսյանը դարպասից կրկին Ռազմիկ Եգանյանն է գնդակով այո թիմերը շատ հետաքրքիր ճանապարհ անցան միջև այստեղ Վիլյարեալը 1-8-ում հաղթարեց Մոնցայի արգելքը չնայած որ պարտվեց առաջին խաղում 3-2 աչով բայց դիմակայության պատասխան խաղում հաղթեց 4-0 շատ վստահ հաղթանակ տանելով Եգանյան դիպավ ամեն դեպքում գնդակը Ստեփանյան ձեռքին բայց գնդակը մնաց Եգանյանի մոտ այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը այո իսկ Ատալանտան էլ շատ վստահ հաղթանակ տարավ Աջափնյակի նկատմամբ 2 խաղերում էլ հաղթեց խոշոր հաշիվներով ու Թիմերը հանդիպել են մեկ քառորդում տեսնենք թիմերից որ մեկն է իսկապես ուղևորվում դեպի Կիսա եզրափակիչ Ուլուխանյան հետ փոխանցում կատարեց դարպասապահ Հարություն Մելքոնյանի ուղղությամբ ու Մելքոնյանը խորքից շատ լավ փոխանցում է կատարում դեպի Բեգոյանը բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու եզրից են հետելու Ատալանտան Ադամյան ուղարկեց գնդակը Կոշկարյանի ուղղությամբ, բայց այստեղ Կոշկարյանը թողեց առանց հետ նայելու խաղանկենից որևէ մեկին ու չկար Ատալանտայի ֆուտբոլիստներից ոչ ոք այդ իրավիճակում հիմա էլ Մանուկյանը չֆիքսեց գնդակը ու կրկին կսկսի Սուրեն Սարգսյանը դարպասից Մաքսիմ Սարգսյան Փոխանցում դեպին Աչիեզար Ադամյանն է ընդունում գնդակը Պետրոսյան, բայց Պետրոսյանը գնդակը դաշտի սահմաններում շատ հաջող գործեց ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից
Եսից կնետիմ Վիլյարեալը Ուլուխանյանն է գնդակով հետ փոխանցում Հովանեսյանն է այստեղ փորձում խլում կատարել բայց Համբարձումյանը այսպես հեշտությամբ չէր զիջա այս իրավիճակը հիմա կա փոխանցում բայց Մաքսիմ Սարգսյանն է այստեղ էլ փակում գնդակի ճանապարհ ու տեսնենք ինչ շարունակություն ինչ գրոյի սկիզբ հա այսպես ասեմ ավելի ճիշտ կլինի կսկսի Սարգսյանը բայց սխալվեց այստեղ ու Մանուկյանի հարվածից հետո փրկեց Սուրեն Սարգսյանը իսկ հիմա Պետրոսյանն է պարզապես հեռացնում գնդակը առաջ այո եթե հիմա Ատլանտան նորից առաջ կարողանա անցնել հաշվի մեջ ապա պատկերացնում եք ինչ կատարվի խաղադաշտում չնայած այդ իրավիճակում հայտնվեց Ատլանտան հանդիպան 9-րդ րոպեի դրությամբ բայց շատ արագ էլ բաց թողեց պատասխան գնդակը հեղինակելուց հետո Եսից նետելու է Ստեփանյանը դեպի Ավակյանը թողեց Ավակյանը Ուլուխանյանին կրկին Ստեփանյան ու գնդակի տեղափոխություն դեպի Վիգեն Բեգոյանի ուղղությամբ իսկ այստեղ Բեգոյանի փոխանցման ճանապարհը տեսեք որտեղ հասավ Ադամյանն ու կարողացավ փակել այլապես եթե անցնում էր նաև Բեգոյանի փոխանցումը շատ սպառնալից հակագրով կսկսեր Վիլյարեալ այս իրավիճակում Եսից կնետի Հակոբ Համբարձումյանը բավական անցավ արդեն առաջի խաղակեսից ու տեսնենք այս րոպեներից հետո թիմերի իշք առաջարկեն մեզ այո կեսից ավելին արդեն անցել է դեռ բավական ժամանակ հիմա ավելի ստույգ կասեմ արև եւս մեկ հարված Մաքս Սարգսյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին ու հիմա սկսում է Ատալանտայի գրոհը Մաքսիմ Սարգսյանն է առաջարկվում դեպի Յավրյանը բայց Ուլուխանյանը կրայել էր այս մտահղացում ու հիմա Վիլյարեալն է անցնում գրոհի հաճեզով Մանուկյան պայեց գնդակը դաշտի սահմաններում Մանուկյանը հետ փոխանցում դեպի Արեֆին կրկին Ուլուխանյան նորից կարող Մանուկյանը ստացավ գնդակը ու տեսնենք այս գրոհին շարունակություն է ստանալու Մանուկյանի կողմից բարձից փոխանցման փորձ Ավակյանն ընդունեց գնդակը Վանիկ Պետրոսյանն է Ավակյանի դիմավորին իսկ այստեղ էլ Կոշկարյանն է ասում ճիշտ բան ճիշտ դիրքում այդտեղ Յավրյանն հեռացված է գնդակը բայց Ադամյանը պայել է գնդակը այո դաշտի սահմաններում Ռազմիկ Եգանյան Կա փոխանցում դեպի Յավրյանը Հետ փոխանցում Մաքս Սարգսյանին կատարեց Յավրյանն ու Ատալանտան է անցնում գրոհը բայց ուժեղ էր Մաքս Սարգսյանի կատարած փոխանցումը այստեղ եւ Եսից նետելու են Վիլյարեալի ֆուտբոլիստները այո իսկապես հանդիպան մեկտարկից այսպես լարվածության ներքո անցավ արդեն 18 րոպե ու 7 րոպե մնացել մինչ առաջի խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը տեսնենք այս վերջին 7 րոպեներում խաղակեսի ինչ կառաջարկեն թիմերը եթե Ատալանտան կրկնում եւս մեկ անգամ կարողանա առաջ անցնել այս խաղում հաշվի մեջ ու խփի իր երկրորդ այս խաղում Գեորգ գնդակը ապա երկրորդ խաղակեսում պատկերացնում եք ինչ է կատարվելու խաղադաշտում Բեգոյան բայց գնդակը դաշտի սահմաններում փոխանցում բայց Մաքս Սարգսյանը կանգնեց գնդակի ճանապարհին իսկ հիմա Ատալանտան հակագրոհի կարող է անցնել Կոշկարյան բայց Ստեփանյանը հասցրեց փակել փոխանցման ճանապարհը Եզից կնետեն Ատալանտայի ֆուտբոլիստները Alministi ari yezer eli sabıtım. Darsiz ari. Yok ed Եգանյանը կնետի Եզրից Կատարեց փոխանցում դեպի Ալիկ Հովանեսյանը բայց թիկունքից Համբարձումյանը լավ աշխատեց Կա փոխանցում Կոշկարյանն այստեղ փորձեց ընդունել գնդակը չստացվեց ու հիմա արդեն Եսից են հետելու Ատալանտան Մաքս Սարգսյանն է Եզրային նետումը կատարում շատ դա փոխանցում դեպի Պետրոսյանը Պետրոսյանն էլ ուղարկեց Ալիկ Հովանեսյանին իսկ ինչ այստեղ կա այո կա խախտում Հովանեսյանի դեմ պայքարում թիկունքից հրեց Ստեփանյան ու ստանդարտ է վաստակում հիմա Ատալանտան շատ վտանգավոր դիրքում Համաձայն չէ մրցավարի կայացած որոշման հետ Ստեփանյանը, բայց իհարկե հիմա ստանդարտը նշանակված է, այն էլ ինչպիսի դիրքում է նշանակված ու տեսնենք Կոշկարյանի հարվածի փորձը ինչպես կստացվի։ Իհարկե Ատալանտան ունի իր կազմում շատ փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հարված կատարել այս դիրքում, բայց Կոշկարյանը դրանցից մեկն է ու հիմա այդ հնարավորությունը վերցրել է իր ուսերին, տեսնենք ինչպես կստացվի Կոշկարյանի հարվածը։ Շատ վտանգավոր է իսկապես հիմա Տուգանային հրապարակի մատույցներում Կոշկարյան հարված ու այստեղ եղավ անադարձ, բայց Եգանյանն էլ հաջող չընդունեց գնդակը Յավրյան։
Ու չկա խախտում Մանուկյանի կողմից ոչ Սուլետ մրցավարի, իսկ հիմա Վիլյարեալը նետվում է առաջ, շատ լավ փոխանցում դեպի Ավագյան, եւս մեկ փոխանցում Բեգոյան հարվածում փրկում է Սուրեն Սարգսյանը հիմա Ատալանտային ինչ հրաշալի սեյվ տեսանք Դարպասապայի կողմից, եթե հիմա էլ Վիլյարեալը առաջ ասել հաշվում է ճապա արդեն Ատալանտայի խնդիրը շատ ավելի է բարթանալու ինչ հակագրոյի կայծակնային հակագրոյի իսկապես անցան Վիլյարեալի ֆուտբոլիստները ու այստեղ այնպես չէ Բեգոյանը վատ հարվածեց պարզապես Սուրեն Սարգսյանը շատ ճիշտ ժամանակին ցապ կատարեց ու կարողացավ վերացնել գնդակը Հավաքյանը կիրասնի հիմա էլ անկյունայինը Բարձից փոխանցում Ադամյանն է կարողանում հեռացնել գնդակը Բեգոյան պայեց գնդակը ու շարժվում է առաջ բայց Վանիկ Պետրոսյանը չունի արագության հետ կապված խնդիրներ ու շատ հաջող այստեղ գործեց Ադամյան տարավ այստեղ գնդակը Բեգոյանի ոտքերի առջևից Ալիկ Հովանիսյան ու այստեղ եթե հասկանային Հովանիսյանի մտահղացումը Ատալանտայի ֆուտբոլիստները ապա շատ վտանգավոր կլիներ Մելքոնյան դեպի Արեֆ ուղարկեց գնդակը Արեֆը Լուլուխանյանին է ուղարկում Դեպի Արեֆը եւս մեկ փոխանցում շատ լավ են խաղարկում Լուլուխանյանն ու Արեֆը իսկ այստեղ Հովանիսյանը խախտեց խաղի կանոնները Լուլուխանյանի դեմ պայքարում ու Ստեփանյանն է խաղարկում գնդակ Արմեն Ավագյան դեպի Ուլուխանյանը այո իհարկե Վիլյարեալը կարող է առայժմ շտապել Վիլյարեալը ունի այս այն դիմակայությունում երկու գնդակի առավելություն Ավագյան ու Սարգսյանը նորից հասցրեց այո դիպչել գնդակին ինչ հարված ինչ կրակոց կատարեց Ավագյանը այստեղ բայց նորից է փրկում Ատալանտային Սուրեն Սարգսյանը այս իրավիճակում սա իհարկե պետք է հաշվի առնի Ատալանտան այս դարպասապայի կատարած հիանալի երկու սեյվերը այս իրավիճակում ու պետք է մտածի այս ամենի մասին թե ինչպես դուրս գա այս իրավիճակից Ատալանտան այն որ Ատալանտան կարող է դրանում կասկած չկա պարզապես մի փոքր ավելի բարդ է լինելու գնալով իսկ հիմա Ստեփանյանը Հարվածի փորձ է կատարում չստացվեց հիմա էլ Բեգոյանի հարվածը, բայց այստեղ բարձր է ստացվում Վիգեն Բեգոյանի հարվածը, այնպես չէ խոսքս ընդհանրապես դրա մասին չէ, որ Վիլյարեալը պարզապես կանգնի ու չի փորձի ոչինչ անել, պարզապես այս բանին իհարկե մտածելու տեղիք ունի առաջին հերթին Ատալանտան ու Ատալանտային մենք այս առաջությունը մեկ անգամ չի, որ պարտվողի կարգավիճակում տեսել ենք ու ինչպես են նրանք վերադարձել խաղ պարտվողի կարգավիճակից Եգանյան մի փոքր անհաջող ընդունեց ու Ստեփանյանը կատարեց նաև փոխանցում, բայց Մաքս Սարգսյանը հեռացնում գնդակը Մանուկյան, Ավագյան արված նորից Սուրեն Սարգսյանը ինչ է անում այսօր Ատալանտայի դարպասապա Սուրեն Սարգսյանը այս րոպեների ընթացքում երրորդ սեյվը դարպասապայի կողմից այն էլ ինչպիսի սեյվեր թե Բեգոյանի թե երկու անգամ Ավագյանի կատարած հարվածներից հետո իսկապես անառիկ բայց Սարգսյանը դարպասը հիմա նորից անկյունային է վաստակել Վիլյարեալը նորից Ավագյանն է իրացնելու այդ անկյունայինը Երկու րոպե միջև առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը ու տեսնենք այս վերջին երկու րոպեները ինչ կտան թիմերին Ավագյանը կիրասնի անկյունայինը Ցածից փոխանցում դեպի Արեֆի ուղղությամբ Արեֆ դեպի Համբարձումյան ուղարկեց հերվից հարված բայց Մաքս Սարգսյանն է կանգնում Համբարձումյանի հարվածի ճանապարհին Բեգոյան անհաջող ընդունում էր ու Յավարյանն է խլել գնդակը եւ սկսում է Ատալանտա եւս մեկ գրոհ դեպի Եգանյանը վտանգավոր գրոհ է հիմա անցել է Ատալանտան բայց հասցրեցին արդեն Վիլյարեալի ֆուտբոլիստները տեղակայվել կրկին Յավարյան տարավ իր գնդակը Յավարյանը շատ լավ անցում ու տեսնենք ինչ շարունակություն կամատացի ուղարկում է գնդակը Վանիկ Պետրոսյանին Պետրոսյան դեպի Ռասմիկ Եգանյանը հիմա էլ աչեզրում է Եգանյանը մտավ Տուկանային հրապարակ բայց այստեղ հեռու թողեց գնդակը ու արդեն Ուլուխանյանը կարողացավ փակել Եգանյանի առաջխաղացումը Կարո Մանուկյան Դեպի Արմեն Ավագյանը կհասնի իհարկե գնդակին Ավագյանը մի փոքր հաջող չստացվեց Մանուկյանի փոխանցումը, բայց Ավագյանը ամեն դեպքում ասավ իսկ Ադամյան այստեղ պրեսինգի շտորի անկյունային է վաստակում Ատալանտայի համար իհարկե Ավագյանը մի փոքր ուժեղ կատարեց փոխանցում Ստեփանյանն էլ անհաջող դրեց ոտքու կարելի ասել չընդունեց այստեղ գնդակը տեսնենք անկյունային ինչ կտա հիմա Ատալանտային Վարդան Կոշկարյանը կիրասնի այս անկյունայինը Իսկապես երկու թիմերն են շատ հաջող են իրականացնում իրենց ստանդարտները, դա կլինի Տուգանային թե անկյունային այս մրցաշրջանի մասին է խոսքը Ադամյանը հարվածի փորձ, բայց շեղությամբ ստացվեց հիմա էլ Ադամյանի հարված ու հարված կտեսնենք Հարություն Մելքոնյանի պաշտպանած դարպասից Մելքոնյան ուղարկեց գնդակը Արեֆին Արեֆ գնդակի տեղափոխություն դեպի Վիգեն Բեգոյանը ընդունեց ու շարժվում է առաջ Բեգոյանը գնդակով Շատ լավ փոխանցում էր, բայց Վանիկ Պետրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին Յավարյան
Մնաց գնդակով ուղարկեց Եգանյանին ու հիմա կարող է Ատալանտան շարժվել առաջ Ռազմիկ Եգանյան դեպի Կոշկարյանը ընդունել է Կոշկարյանը գնդակը բայց այստեղ թիկունքից Ստեփանյանը խախտեց այո խաղի կանոնները Այո կար խաղի կանոնների խախտում հստակ ցույց տվեց մրցավարը ու ստանդարտը տեսնենք ինչ կտա Վիլյարեալին Կոշկարյանն է կրկին գնդակի մոտ Կասուլիչը Վարդան Կոշկարյան Բարձից փոխանցման փորձ, բայց Ստեփանյանը հեռացնում է գնդակը հիմա անկյունայինը տեսնենք ինչպես խաղարկի Ատալանտան իսկապես այսպես ասած ստանդարտ վաստակեցին հիմա անկյունային գուցե այս անկյունայինը որևէ բան տա Ատալանտայի ֆուտբոլիստերին Հիմա Յավրյանը կիրասնի անկյունայինը եւս մեկ փոխանցում Հովանեսյանը հիմա էլ պայքարեց բայց թույլ չտվեցին արված կատարել իսկ այստեղ Կոշկանի ճանապարհը փակեց Ավակյանը ու հակագրոյի փորձ Վիլյարեալից բայց Վանիկ Պետրոսյանը դա թույլ չտվեց իսկ հիմա Կարո Մանուկյանը կարող է առաջ մղել Վիլյարեալին բայց Սուրեն Սարգսյան 4-րդ սեյվ այո պետք է հաշվել Սարգսյանի կատարած սեյվերը այս խաղում հիմա էլ Կարո Մանուկյանի արվածի ճանապարհին կանգնեց իսկապես եթե այսպես ասած Ատալանտան հայտնվի հաջորդ փուլում, ապա դրա առաջնային չակերտավոր մեղավորը լինելու է Սուրեն Սարգսյան, իհարկե ի օգուտ Ատալանտայի եմ ես այս բանի խոսում, քանի որ այսպիսի սեյվերից հետո պետք է այդ ամենը շորել Սուրեն Սարգսյանին։ Հիմա հարվածեց Ուլուխանյանը, բարձր ստացվեց ու խաղակեսը հենց այստեղ ավարտվեց, 1-1 հաշիվն է գրանցվում առաջի խաղակեսում, 4-2 էլ դիմակայությունում ունի առավելություն Վիլյարեալը, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում է Ատալանտա Վիլյարեալ 100 եզրափակիչի պատասխան խաղի երկրորդ խաղակեսը 1-1 է առաջի խաղակեսից հետո հանդիպան հաշիվը ինչը նշանակում է որ Ատալանտան նորից երկու գնդակ զիջում է Վիլյարեալին այս դիմակայությունում բայց մի ամբողջական 25 րոպեներ դեռ ունեն իրենց տրամադրության տակ երկու թիմերն էլ Սարգսյանն հիմա գնդակով առաջի խաղակեսի հերոսն է այսպես ասած Սուրեն Սարգսյանը մի քանի տարբեր դրվագներում փրկեց Ատալանտային իսկ հիմա Հովանեսյանը խախտեց Խաղի կանոնները Համբարձումյանի դեմ պայքարում եկեք նորից վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները Սենք Վիլյարեալից Հարություն Մելքոնյանը պաշտպանում է դարպասը համար 1 Հակոբ Համբարձումյան համար 2 Արեֆ Ասատպուր համար 4 Լևոն Ստեփանյան համար 5 Արմեն Ավակյան համար 6 Վլադիմիր Ուլուխանյան համար 8 Կարո Մանուկյան համար 9 Արման Խաչատրյան համար 12 Եվ Վիգեն Բեգոյան համար 77 Ատալանտա Սուրեն Սարգսյանը պաշտպանում է դարպասը համար 12 Արամայից Գրիգորյան համար 3 Անդրանիկ Ադամյան համար 5 Վանիկ Պետրոսյան համար 7 Ալիկ Հովանեսյան համար 8 Լևոն Հակոբյան համար 10 Ռազմիկ Եգանյան համար 11 Դավիթ Յավարյան համար 22 Մաքսիմ Սարգսյան համար 55 Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77 առաջի խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան Ատալանտայի կազմնակ Վանիկ Պետրոսյանը բացեց հաշիվը հետո պատասխան գնդակը խփեց Արեֆը իսկ հիմա Ատալանտան նորից գրոհ է ձեռնարկել Յավարյան կա Ալիկ Հովանեսյանը կա փոխանցում Հովանեսյանի ուղղությամբ տեսնենք ինչ անունակություն կմտածի Հովանեսյանը այս իրավիճակում դեպի Կոշկարյան ուղարկեց գնդակը Եվ հետ փոխանցման ճանապարհը Կոշկարյանի Բեգոյանն է փակում ու զարգացնում արագություն Ձախ եզրով Վիգեն Բեգոյանը անցավ նաև անցման փորձ կատարեց այստեղ Ադամյանի դեմ, բայց միջև վերջ պայքարեց Ադամյանը ու հետո արդեն ստիպեց Բեգոյանին խախտել խաղի կանոնները կլինի գնդակը Ատալանտայի մոտ Ադամյան երկար փոխանցում առաջ այստեղ Գևորգյանն ավելացրեց գնդակի ընթացքը, բայց Համբարձումյանը վրա ասավ Հովանեսյանի թիկունքից ու թույլ չտվեց Ալիկ Հովանեսյանին ընդունել գնդակը հիմա արդեն եզիթ է նետելու Ատալանտան Գևորգյան դեպի Մաքս Սարգսյանը, բայց այստեղ կորցրեց Ատալանտան գնդակը Մանուկյանն է զարգացնում արագություն ու ինչ այստեղ չկա ոչինչ, ոչ կա փոխանցում ու Վանիկ Պետրոսյանը գնդակ ուղարկում է դեպի դարպասապա Սուրեն Սարգսյանի ձեռքերը, բայց հիմա տեսնենք ինչ է պատահել Մաքսիմ Սարգսյանին, կարծես արագացման ժամանակ հարված ստացավ Մանուկյանի կողմից դեմքի հատվածում Մաքս Սարգսյանը ու հուսանք, որ լուրջ ոչինչ չի պատահի հիմա Մաքսիմ Սարգսյանին Ոչ, ամեն ինչ կարգին է Սարգսյանը հետ կանգնեց ոտքի խաղանկետների օգնությունից հետո ու հիմա արդեն Ատալանտան կսկսի դարպասից Վանիկ Պետրոսյան
շատ լավ փոխանցում դեպի Հովանեսյանը, Հովանեսյանն էլ փորձեց ավելացնել գնդակի ընթացքով, բայց Ամբարձյանը շատ լավ էր աշխատում Հովանեսյանի թիկունքից։ Մելքոնյան վերցեց գնդակ այստեղ Վիլյարեալի դարպասապահը։ Ու երկար փոխանցման փորձ դեպի Բեգոյանը, բայց Պետրոսյանն առաջինն է այստեղ գնդակին արձագանքում։ Յավրյանին ուղարկեց, շրջվեց Յավրյանն էլ։ Յավրյան տարավ գնդակի հետ, այո, քիչ էր մնում կորցներ Յավրյանը, բայց շատ փորձառու է այս իրավիճակում։ Հովանեսյան պատ խաղարկման փորձ, բայց ուժեղ ստացվեց Հովանեսյանի փոխանցում ու Ավակյանն իմը այլ շարժվում առաջ։ Հերվից հարված ու բարձր է ստացում իմը Ավակյանի կատարած հարվածը, Սուրեն Սարգսյանը նույնիսկ չդիպավել այստեղ գնդակին։ Իսկ հիմա փոփոխություն կտեսնենք։ Ատալանտայի կազմում, այո, Ալիկ Հովանեսյանն է լքում խաղադաշտ ու Արամայիս Գրիգորյանն է վերադառնում խաղադաշտ նրա փոխարեն։ Ու այո, հիմա Ադամյանը արդեն Արամայիս Գրիգորյանի խաղադաշտ մտնելուց դարձավ Ատալանտայի հարձակվող այս պահին ու տեսնենք հիմա հարձակման գծում ինչ կառաջարկի Անդրանիկ Ադամյանը, Ուլուխանյանն է շարժվում առաջ, նոմինալ պաշտպանները Ատալանտայի կազմում մնացել են 2 հոգի Արամայիս Գրիգորյանն ու Մաքսիմ Սարգսյան այս րոպեներին խաղադաշտում, Ավակյան դեպի Ուլուխանյանը, կրկին Ավակյան խաղարկում են Ուլուխանյանի հետ գնդակը դեպի առաջ, բայց Գրիգորյանը այստեղ արեֆի թիկունքից շատ լավ աշխատեց ու դեպի Ադամյանն է ուղարկում գնդակը, կհասնի այս գնդակին Ադամյանը, այո։ Անցման փորձ Ադամյանից ու չկա խախտում, ոչ։ Չտեսավ մրցավարը ոչինչ այստեղ։ Ու հարված կտեսնենք Վիլյարեալի դարպասից, այո, անցել էր Ադամյանը արդեն Ստեփանյանին ու հստակ չեն կարող ասել արդյոք կար խախտում թե ոչ, ամենայն դեպս մրցավարը խաղի կանոնների խախտում չտեսավ Վիգեն Բեգոյան, բայց Պետրոսյանը հաջող խլում է կատարում, Կոշկարյան շատ լավ գործեց Կոշկարյանը 2.77 համարներն են պայքարում, բայց Կոշկարյանը ամեն դեպքում տարավ գնդակ ու հետո արդեն հեռացեցին Վիլյարեալի ֆուտբոլիստները, այո, պետք է Ատալանտան իսկապես մտածի այս պահին, այս րոպեներին եւս մեկը հեղինակելու մասին։ Քանի որ դրանից բացի այլ տարբերակ չունի Ատալանտան, իհարկե այդ մեկ գնդակը բավական չի լինելու, բայց իհարկե եթե խփեն մեկը, ապա բնականաբար կգնան նաև երկրորդի հետևից, ոսկրից երկրորդ քանակեցի մասին եմ։ Հիմա նորից ստանդարտ է վաստակում Ատալանտան մի փոքր հեռու տարածությունում, բայց իհարկե այս երկու թիմերի կատարման էլ կրկնում եմ ստանդարտները չափազանց վտանգավոր են լինում, չափազանց վտանգավոր, երկուսն էլ շատ լավ են իրականացնում տուգանային հարվածները, թե անկյունայինները։ Հիմա նորից Ադամյանն է գնդակի մոտ, Ատալանտայի ավակ ու տեսնենք այս ստանդարտը ինչ է տալու։ Ատալանտային կա մրցավարի սուլիչ Ադամյան, բայց բարձր ստացվեց Ադամյանի այս փորձ ու գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մելքոնյանը կսկսի դարպասից ուժեղ փոխանցում դեպի Ավակյանը, բայց իսկապես ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու Ավակյանը գնդակին հասնել բարձրապես չէր կարող։ Սարգսյան դեպի Յավրյանն ուղարկում գնդակը, ընդունեց Յավրյանը գնդակը։ Իսկ այստեղ խախտում է Ավակյանը խաղի կանոնները, այո, Յավրյանի դեմ պայքարում շատ կոպիտ խախտում ու դեղին քարտ հիմա Ավակյանին այստեղ խաղի կանոնները խախտելու համար։ Առաջին դեղին քարտը տեսանք այս խաղում։ Ու հիմա Մաքս Սարգսյանը կսկսի խորքից երկար փոխանցում դեպի տուգանային հրապ, պարակ դեպի Ադամյանը, բայց Ստեփանյանը հասցրեց այստեղ ճիշտ դիրքավորվելու հեռացնել։ Ավակյան լավ չընդունեց գնդակը Ավակյան Յավրյան պայքարը այսօր դեռ շատ կտեսնենք իհարկե արդեն բազմիցս տեսել ենք առաջի կեսում երկրորդ խաղակեսում էլ նույնպես կարծում եմ բավականաչափ ականատես կլինենք այդ ամենին, քանի որ երկուսն էլ դաշտի նույն հատվածում միմյանց հակառակորդներ են, այսպես ասեմ, ու իհարկե դեռ շատ են նրանք այսօր պայքարի մեջ մտնելու։ Ստեփանյան աչի եզրով շարժվում առաջ, Ստեփանյանը շատ լավ անցում Ստեփանյանից տեսանք, բարձից էլ փոխանցում դեպի Վիգեն Բեգոյանը, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, Սուրեն Սարգսյանը կսկսի դարպասից, այո,
Մի փոքր հիմա հանդիպան տեմպը ընկավ, քան առաջի խաղակեսում էր, ամբողջ առաջի խաղակեսում կրկնում եմ շատ հիանալի իսկապես 25 րոպեներ ունեցանք, բայց իհարկե սա կարող է նախապես մտածված, այսպես ասած, տակտիկա լինել, իսկ հիմա Արեֆը խլեց գնդակ ու հիմա էլ Պետրոսյանն է խախտում խաղի կանոնները ու նորից դեղին քարտ արդեն կտեսնենք այս խաղում Վանիկ Պետրոսյանը հիմա էլ ստացավ դեղին քարտ։ Այո, այլապես Արեֆը հայտնվում էր բավական վտանգավոր դիրքում հարվածային գոտում ու Պետրոսյանը եթե նույնիսկ միտումնավոր այստեղ խախտեց խաղի կանոնները, շատ մտածված խաղի կանոնների խախտում էր, այլապես չենք կարող ասել արդեն այս դիրքից Արեֆի հարվածից հետո կփրկեր Սուրեն Սարգսյանը Ատալանտային թե ոչ, բայց ստանդարտ ու տեսնենք այս ստանդարտը ինչ է տալու Վիլյարեալին Ավագյանն է գնդակի մոտ, նա նույնպես շատ լավ է իրացնում ստանդարտները ու տեսնենք այս փորձը ինչպես կստացվի, կա Սուլիչը Ավագյան հարված պատից վրա են թունում գնդակ ինչ են պահանջում հիմա Վիլյարեալի ֆուտբոլիստները չտեսան մրցավարը ոչինչ Ստեփանյանը հեռացված է գնդակ ու հիմա մրցավարը գալիս է դիտելու նախորդ դրվագի կրկնապատկերը հասկանանք կար ձեռքով խաղ թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկեր ու չկար ոչինչ, այո նախորդ դրվագում Ավագյանը պահանջում է 11 մետրից հարված, բայց մրցավարը հստակ մնաց իր որոշման մեջ 11 մետրից նշանակված չէ, իսկ հիմա կորցնում է գնդակը Ատալանտան Բեգոյան դեպի Արեֆ ուղարկեց գնդակը Արեֆն էլ շարժվում է առաջ, բայց այստեղ հարվածեց ու ինչ գոլ է խփում Արեֆը դուբլ այս խաղում Արեֆից հիանալի հարված ու արդեն դիմակայությունում 3 գնդակի առավելություն է ստանում Վիլյարեալը Հիանալի հարված Արեֆից 2-1 այս խաղում արդեն արջևում է Վիլյարեալը 5-2 էլ ընդհանուր դիմակայությունում արդեն Ատալանտային ոչ թե 2 այլ 3 գնդակ են անհրաժեշտ հեղինակել Ադամյան ու հիմա եթե խփեր Ադամյան այս գնդակը ապա այլ բան կտեսնենք մենք խաղադաշտում այլ ֆուտբոլ իսկապես միանգամից գրոյի անցավ Ատալանտան ու այստեղ չնստեց գնդակը Ադամյանի ոտքին պարզապես Ինչ խաղարկումներով շարժվեցին առաջ Ատալանտայի տղաները, բայց մեղադրել այստեղ ոչ ոք չի կարող, պարզապես պետք է Ադամյանը եզրափակել այս գրոհը ու նորից 2 գնդակի առավելություն կլիներ այս խաղում։ Սուրեն Սարգսյանը սկսում է խորքից Մաքս Սարգսյան, Դավներ փոխանցում Ուլուխանյանն առաջին արձագանքում գնդակին Կարո Մանուկյան Մնաց գնդակով Մանուկյանը, իսկ այս փոխանցման ճանապարհը Մաքս Սարգսյանը փակեց, ստացավ Կոշկանից պատասխան փոխանցումը, բայց Ուլուխանյանն է հաջողվում Բեգոյան նորից դեպի Ուլուխանյանը շատ լավ համագործակցեցին այստեղ Ուլուխանյան Բեգոյան զույգը, Արև Բեգոյան դեպի Մանուկյանը, բայց Պետրոսյանը այստեղ ավելի շուտ արձագանքեց գնդակին ու պահեց գնդակը դաշտի սահմաններում Բեգոյան վտանգավոր է, բայց այստեղ արդեն Չստացվեց ոչինչ անել, դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Արամայիս Գրիգորյան դեպի Յավրյանը Դեպի Ադամյանն էլ Յավրյանն էր ուղարկում գնդակը, բայց այստեղ թույլ ստացվեց փոխանցումը Կարո Մանուկյան Ավագյան նորից Մանուկյանին է ուղարկում գնդակը, իսկ այստեղ խախտեց խաղի կանոնները Ադամյանը թիկունքից ու Ավագյանը աղարկում է ստանդարտ Ուլուխանյանի հետ Ստեփանյան գտավ Ուլուխանյանին Ուլուխանյանն էլ շատ հաջող դուրս եկավ այս իրավիճակից գնդակ ուղարկելով Արություն Մելքոնյանին ու Մելքոնյանը սկսում է խորքից կրկին Ուլուխանյան դեպի Արեֆը ներողություն դեպի Համբարձումյան ուղարկեց գնդակը իսկ այս փոխանցումը խլեց Վանիկ Պետրոսյանը եւս մեկ փոխանցում Կոշկանյանն էլ հարվածեց ու հիմա մի փոքր բարձր ստացվեց Կոշկարյանի հարված, այո, ավելի չկա ոչինչ ասելու այս իրավիճակում, պարզապես չուզեց գնդակը հայտնվի դարպասում։ Ամեն ինչ շատ ճիշտ էին արել Ատալանտայի ֆուտբոլիստները։ Համբարձումյան շարժվում է առաջ Համբարձումյանը գնդակով շատ լավ փոխանցում Արմեն Ավագյանի ուղղությամբ
Ավակյանն էլ եւս մեկ փոխանցում կատարեց Մանուկյանին ու նորից Սարգսյանն է փրկում Մանուկյանի այս հարվածից հետո Ատալանտան եթե հիմա խփեր Վիլյարելը եւս մեկ ապա վերջնականորեն կլուծեր հաղթող հետ կապված բոլոր հարցերը այս պայն բարդ է Ատալանտայի խնդիրը 3 գնդակային էլ Վիլյարելին է խաղում բայց հիմա պետք է մտածի Ատալանտան ողջ կազմով թողնելու ամեն ինչ ու շարժվելու առաջ Այդ սկզբունքով իհարկե կորցնելու ոչինչ չունեն Ատալանտայի ֆուտբոլիստները պարտվեն ընդհանուր դիմակայությունում 3-4 կամ 10 գնդակի տարբերությամբ դա ոչինչ չի տա Ատալանտային բայց իհարկե գնալով առաջ ինչպես արեցին Եգոր գնդակը բաց թողնելուց հետո ստեղծեցին այդ վտանգը կարող են որևէ բան փրկել Գևորգյան թույլ ստացել փոխանցումը բայց հետո Յավարյանն է խլում կարողանում կատարել Մաքս Սարգսյան շարժվեց առաջ Սարգսյանը հարվածեց նույնիսկ ու Մելքոնյանը այստեղ Առանց որևէ ավելորդ լարվածության կարողացավ վերցնել գնդակը երկար նետում Ավակյան Մանուկյան միայնակ է Սարգսյանի դիմաց Մանուկյանը Ավակյան կրկին Մանուկյան ու այստեղ Արաբայից Գրիգորյանն է փրկում այս իրավիճակում հիմա էլ Ատալանտային ինչքան ձգեցին Վիլյարեալի ֆուտբոլիստները հարված կատարելու այս հիմա է հարվածում Ավակյան ու հիմա մրցավարը դիտելու է նախորդ դրվագի կրկնապատկերը տեսնենք կար Արաբայից Գրիգորյանի կողմից ձեռքով խաղ թե ոչ Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չկար ոչինչ նաև այս իրավիճակում այլապես եթե դիպչեր գնդակը Գրիգորյանի ձեռքին թա անկասկած կարմիր քարտ է լինելու կարելի է ասել նորից շանս է ստանում Ատալանտան այսպես Վիլյարեալը իսկապես ուներ եզրափակումը դնելու դիմակայության ու Մանուկյանն ու Ավակյանը երկուսը էլ կարող էին նախորդ դրվագում գրավել դարպասը բայց այնքան ձգվեց այդ հարված կատարելու վերջնական հարված կատարելու պահը որ գնդակը չհայտվեց դարպասում Մաքս Սարգսյան ուղարկում է գնդակը Պետրոսյանին դեպի Յավարյանն էլ ուղարկեց Պետրոսյանը շատ լավ փոխանցում Վանիկ Պետրոսյանն է շարժվում առաջ նորից Յավարյան նորից Պետրոսյանի գրոհի անցել Ատալանտան Պետրոսյան հարված ու շեղությամբ է հիմա ստացվում Պետրոսյանի հարված ինչ համագործակցություն Պետրոսյան Յավարյան այս զույգի միջև տեսանք բայց վերջնական հարվածը Վանիկ Պետրոսյանի մոտ դիպուկ չստացվեց Մելքոնյանը սկսում է խորքից երկար փոխանցում Արեֆի ուղղությամբ Արեֆն հետ ուղարկեց գնդակը Ստեփանյան բայց այստեղ Ստեփանյանի փոխանցում անհաջող էր եզից կնետեն Ատալանտայի ֆուտբոլիստները այո որքան մոտենում է ժամանակը ավարտին այդքան Ատալանտան լքում է պայքարը 1/4-ից իսկապես շատ ուժեղ ակումբ է լքում պայքարը բայց սա ֆուտբոլը երկու հաղթող չէր կարող այս դիմակայությունում լիներ այնպես որ ճանապարհը կարելի ասել նախատեսված է Վիլյարեալի համար Մաքս Սարգսյան ռիսկային էր Ավակյան ու վերջ կարելի ասել որ Ատալանտան լքում է պայքարը իսկապես հիմա Վիլյարեալը դիմակայության հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը տվեց այս գնդակով Հիմա էլ Ավակյանը դարձավ գոլի հեղինակ 3-1 նորից հաղթում է Վիլյարեալ այն հաշիվը որով ավարտվեց առաջին հանդիպումը 6-2 էլ ընդհանուր դիմակայության հաշիվն է այո այստեղ ոչ ոք ոչինչ այլևս անել չէր կարող գրավեց դարպասը Ավակյանը շատ նպաստավոր դիրքից ու հիմա արդեն 4 գնդակ Ատալանտան պարզապես այս ստուգ ժամանակահատվածում ժամանակ չունի հեղինակելու հեռացված է գնդակը նորից տեսեք ինչ բացել են հիմա Ատալանտայի պաշտպանությունում առաջացել քանի որ չունեն Ատալանտայի ֆուտբոլիստները մտածելու ոչ մի բան քանց պետք է շարժվել առաջ ու այսպիսի բացերը պետք է բնականաբար առաջանան պաշտպանությունում Կոշկարյան փոխանցում հիմա այլ Ամբարձումյանն է հեռացնում գնդակը եկավ գնդակը Բեգոյանի մոտ բայց Կոշկարյանը կրկին վրա հասավ ու տիրեց գնդակին իսկ հիմա խախտում է Բեգոյանը խաղի կանոնները
Պետրոսյանը արագ խաղարկում է իրականացնում Վարդան Կոշկարյան կհասնի այս գնդակին Կոշկարյանը ու տեսնենք հետ փոխանցում Պետրոսյանին գուցե կրակի Պետրոսյան հարված ու անկյունային է վաստակում հիմա Ատալանտան այո կարողացան միջև դարպասին հասնել Վիլյարեալի ֆուտբոլիստները երկու հոգով կանգնել գնդակի ճանապարհին ու հիմա պետք է տեսնենք պարզապես Ատալանտայի անկյունայինի խաղարկմանը հականատես լինենք ու իսկապես Ատալանտան շատ հաջող այս հանդիպումը մեկտարկեց, բացեց հանդիպման հաշիվը, բայց Վիլյարեալը ստեղծեց իր ամենակարևոր պահերը ու դրանք շատ ճիշտ օգտագործեց եւ հիմա Արամայիս Գրիգորյանը հեռար հարվածով 1 գնդակ ետ է բերում այս խաղում 3-2 դիմակայությունում 6-3 է այս պահին Փագեր Մելքոնյանի արշև տարածությունը նա չէր տեսնում թե գնդակը որ ուղղությամբ է ու Արամայիս Գրիգորյանը խփում է այս խաղում 5-րդ գնդակը 3-2 է դարձնում այս խաղի հաշիվը ու տեսնենք հիմա քիչ բայց ամենայն դեպս իհարկե մի քանի րոպեներ կան մինչև հանդիպան ավարտը Կարո Մանուկյան հրաշալի բացազատվեց հարվածեց ու հիմա էլ հրաշքով գնդակը չի հայտնվում Ատալանտայի դարպասում այսպիսի հակագրողներ այսպիսի հետաքրքիր հանդիպում դիտեցինք այսօր այս անցած 44-45 րոպեների ընթացքում ու միայն հիմա կարող ենք փաստել որ անկախ այն ելքից իսկապես թե որ թիմն է լքում մրցաշարը որ թիմն է շարժվում դեպի 1-2 եզրափակիչ երկու թիմերն էլ արժանի են միայն ու միայն ծափարությունների այս հետաքրքիր ամիսների այս հետաքրքիր պայքարի համար Վանիկ Պետրոսյանն ու այստեղ էլ չստացվեց Պետրոսյանի փոխանցումը Արեփը փակեց գնդակի ճանապարհը ու հիմա գլորում են պարզապես գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները Արմեն Ավագյան շատ լավ նկատեց Մանուկյանին Մանուկյանն ու հիմա Պետրոսյանը միայն ամենաճիշտ պահին հայտնվեց ամենաճիշտ դիտքում ու թույլ չտվեց շրջադարձ հարված կատարի Կարո Մանուկյանը Բեգոյան հասավ այս գնդակին Ուլուխանյան կրկին Ավագյան Նորից Ուլուխանյանի հետ է խաղարկում Ավագյանը գնդակը այսպես անդադար Վիլյարեալը թե Ատալանտան կարող է խաղարկել գնդակը Վիլյարեալի տեսանկյունից դա հիմա հասկանալի է իհարկե Ատալանտայի տեսանկյունից ոչ քանի որ միևնույնն է պետք է Ատալանտան մտածի հարցակման մասին իսկ Վիլյարեալ այս պահին շատ հաջող է խաղարկում գնդակը անկյունային հիմա էլ կիրացնեն Վիլյարեալի ֆուտբոլիստները Ավագյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում Ադամյանը հասավ առաջինը գնդակին ուղարկեց այն Վանիկ Պետրոսյանին Պետրոսյանն էլ դեպի Եգանյանը Յավրյան կրկին Եգանյան շատ լավ նկատեց Գևորգյանին կա նաև Հովանիսյանը բայց Գևորգյանը արդեն մի փոքր դանդաղեց ու համբարձումելը խլեց գնդակը հետո էլ ստիպեց Գևորգյանին խախտել խաղի կանոնները այս իրավիճակում Ստեփանյանն է խաղարկում գնդակը Ավագյանի հետ մի անգամից փոխանցում, բայց Գևորգյանը հեռացեց գնդակը ու ստացվեց Անդրանիկ Ադամյանի համար փոխանցում։ Ադամյան կա ձախից Յավրյանը, բայց Ադամյանն է մնում գնդակով շատ լավ անցում կատարեց այստեղ։ Կա նաև փոխանցումը հիմա դեպի Յավրյանը, Յավրյան Վանիկ Պետրոսյան, գուցե հիմա ստացվի Պետրոսյանի հարվածը, բայց մի փոքր բարձր ստացվեց, այո, այս փորձը նաև Վանիկ Պետրոսյանի, որի օր փորձը այս խաղում արդեն Պետրոսյանի կողմից։ Ուլուխանյան Դեպի Ստեփանյանը կատարեց փոխանցում ու խորքից է Ստեփանյանը գնդակ ուղարկում առաջ։ Ես հիշեցնեմ, որ իսկապես պայքարի մեջ մնացել են այս զույգի հաղթողը Լեռնային Արցախը, Ատլետիկո Երևան ու Վերդերը թիմերը, ովքեր մրցելու են միմյանց դեմ կիսաեզրափակիչներում Սարգսյան եւս մեկ սեյվ իսկապես հանդիպան լավագույն ֆուտբոլիստ, եթե չպարտվի Ատալանտան իհարկե կարելի է միայն ու միայն Սուրեն Սարգսյանին տալ
որ 5-6 առնվազն իրատեսական գոլից փրկեց Ատալանտային։ Ավակյան, կա փոխանցում, Մանուկյանին ու նորից Սարգսյանն է հեռացնում գնդակի, ահա ինչի մասին խոսում եմ։ Յավարյան, Համբարձումյան, բայց չկա ոչինչ, Պետրոսյանն է հեռացնում գնդակը, Արամայիս Գրիգորյան։ Յավարյան փորձեց անցման փորձ կատարել, բայց չստացվեց ու կրկին Վիլյարեալի ֆուտբոլիստն են գնդակով Վիգեն Բեգոյան, ձախ եզրում է Բեգոյանը։ Շատ լավ փոխանցում Մանուկյանին ու չստացվեց Մանուկյանի մոտ եզրափակել այս հրաշալի փոխանցումը, որը կատարեց խաղարկեր Վիգեն Բեգոյանը, Դավիթ Յավարյան, Հովանիսյան։ Թողեց գնդակը Յավարյանին, Հովանիսյանը շատ լավ անցման փորձ Յավարյանի կողմից, հաջող փոխանցում Վանիկ Պետրոսյանին։ Ադամյան ստացավ գնդակը աջ եզրում։ Շատ լավ անցում Ադամյանից էլ տեսանք ու տեսնենք այս գրոհը հարված ու անկյունային է վաստակում Ատալանտան, այստեղ Մելքոյանը ոտքով կարողացավ հեռացնել գնդակը։ Այո, Ատլետիկո Երևանն ընդդեմ Վերդերի մեկ կիսաեզրափակիչ, մյուս կիսաեզրափակիչն էլ փաստացի ձևավորվում է Լեռնային Արցախի ու Վիլյարեալի միջև ու տեսնենք այս 4 մնացած թիմերից ով է ի վերջո նվաճելու Վինտեր Քափի այս տիտղոսը։ Վանիկ Պետրոսյան, կա փոխանցում ու Ադամյանի մոտ հարվածը չստացվեց այստեղ։ Մելքոյան եւս մեկ խորքից փոխանցում Գրիգորյանը կանգնեց գնդակի ճանապարհին Ալիկ Հովանիսյան դեպի Ադամյանը փոխանցում կատարեց Հովանիսյանը բայց այստեղ Ստեփանյանը հասցրեց հեռացնել գնդակը ու շարժվում են առաջ Վիլյարեալի տղաները Արմեն Ավակյան բայց այստեղ թույլ չտվեցին Ավակյանին հարված կատարել հետո էլ Ավակյանը խախտեց խաղի կանոնները Յավարյանի դեմ պայքարում ու ստանդարտ է նշանակում մրցավարը Ատալանտայի օգտին 2 րոպեից ավելի քիչ մնաց հիմնական ժամանակի ավարտին եւ ու գումարած իհարկե որքան փոխհատուցի մրցավարը բայց կարծում եմ որպես այդպեսին շատ փոխհատուցելու իմաստ չունի այս հանդիպան համար այնպես չէ որ հանդիպումը մեծ դադարներ ունեցավ իսկ արդեն դիմակայության հաղթողն էլ պարզ է Վիլյարեալը ուղևորվում է դեպի կիսաեզրափակիչ Բեգոյան դեպի Արեֆը Արեֆը կարող էր հետրկի հեղինակ դառնալ բայց Արամայիս Գրիգորյանը դա թույլ չտվեց հետո էլ շեղությամբ ստացվեց Արեֆի կատարած հարվածը Եգանյան ուղարկում է գնդակը Ադամյանին բայց այստեղ Ստեփանյանն է խախտել Թիկունքից խաղի կանոնները ու Ադամյանը գնդակը խաղարկում է Գրիգորյանի հետ դեպի Ալիկ Հովանիսյանը հիմա էլ Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները Հովանիսյանի դեմ պայքարում ու մի փոքր ավելի մոտ տարածությունում ստանդարտ քան նախորդ դրվագում էր ու նորից Ադամյանն է գնդակի մոտ կա Սուլիչը Ադամյան հարված ու Լուխանյանը գլխով հեռացեց գնդակը սա կարող է լինել վերջի դրվագը բայց ոչ մրցավարը առայժմ չի սուլում Ավակյան պայեց գնդակը դաշտի սահմաններում հրաշալի անցում Ավակյանից մնում է գնդակով Արմեն Ավակյանը շատ լավն էր փոխանցումը բայց Պետրոսյանը փակեց այստեղ գնդակի ճանապարհը ու շարժվում է հիմա էլ առաջ Ատալանտան Ադամյան շատ լավ անցում Ադամյանից ու սա խաղի կանոնների խախտում էր եւ նաեւ դեղին քարտ է ստանում Լևոն Ստեփանյան այս իրավիճակում խաղի կանոնները խախտելու համար ու հիմա տեսնենք այս ստանդարտը, որը շատ վտանգավոր դիրքում է վաստակել Ատալանտան
Դա Սուլիչ Ադամյանն է գնդակի մոտ։ Հարված ու այստեղ չայտավեց գնդակը դարպասում եւ վերջ հանդիպումն ավարտվում է 3-2 այս խաղում հաղթեց Վիլյարելը դիմատայությունը տարավ 6-3 հաշվով հաղթանակ ու կմրցիկ Իսայեսապակիչում Լեռնային Արցախի դեմ ծափահարություններ միայն ու միայն իսկապես Ատալանտային այս հետաքրքիր պայքարների այս հետաքրքիր ամիսների համար բայց Ատալանտան 1 հաղորդից լքում է մրցաշարը ու Վիլյարելը շարժվում է դեպի Իսայեսապակիչ սա խաղային շաբաթա վերջին հանդիպումներ բարի գիշեր ու ամենայն բարի